Եվ սկսեց ժողովրդին ասել այս առակը. մի մարդ այգի տնկեց և այն հանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդության գնաց։ Եվ հարմար ժամանակին մշակների մոտ մի ծառա ուղարկեց, որպեսզի այգու պտղից իր բաժինը տան նրան, իսկ մշակները ծեծեցին նրան և ձեռնունայն արձակեցին։ Տերը դարձյալ մի ուրիշ ծառա ևս ուղարկեց։ Նրանք սրան ևս ծեծեցին, անարգեցին և ձեռնունայն ճամփու դրին։ Ապա ուղարկեց նաև մի երրորդի։ Նրանք սրան էլ վիրավորեցին և այգուց դուրս հանեցին։ Այգու տերն ասաց. «Ինչ անեմ, ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերևս նրանից կպատկառեն»։ Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին և ասացին. «Սա է ժառանգը, սպանենք սրան, որպեսզի ժառանգությունը մերը լինի»։ Եվ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ այգու տերը նրանց ինչ կանի, չէ՞ որ կգա ու կորստյան կմատնի այդ մշակներին և այգին ուրիշներին կտա։ Երբ այդ լսեցին, ասացին. «Քավ լիցի»։ Եվ Հիսուս նրանց նայելով ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրված է, թե այն վեմը, որ անարգեցին շինողները, նա է, որ անկյունաքար եղավ։ Ով որ այս վեմին բախվի, կխորտակվի, և ում վրա որ այն ընկնի, կճզմի նրան»։ Եվ օրենսգետներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրա վրա ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, թե այն առակը իրենց մասին ասաց։